Մենք այսօր այստեղ ենք, որովհետև պարտավոր ենք մեծագույն հարգանքով Արդարադատության նախարարության աշխատակիցներին նաև մի փոքր իրավական կրթություն տալ։ Բայց մեր հիմնական խնդիրը բողոք արտահայտելն է։ Բողոքը հետևյալում է։ Բողոքի հիմնական իմաստն այն է, որ Արդարադատության նախարարությունը երբ խախտում է օրենքները, ապա ով կարող է վստահ լինել, որ օրինականություն կլինի երկրում։ Ինչպես մեր Տերն ասում էր, դուք եք երկրի աղը, եթե աղը կորցնի իր համը, ինչով պիտի մենք։ Այդ օրինաչափ է եւ վտանգավոր բոլորիս համար։ Մենք այսօր դիմել ենք նաեւ քաղաքական կուսակցություններին, որովհետեւ խնդիրը ոչ այնքան մեր հանրագրին է վերաբերում, որքան կուսակցությունների իրավունքին։ Այն կուսակցությունները, որ մեր նախազգուշացումը ստացել են եւ ներկա չեն, այսուհետև իրենց կարող են կոչել դմբոյակցություն։ Նոր բառ է հայերեն, դմբոների կցություն։ Այսինքն անհատապես է դիմել, պարոն Հայրիկյան։ Բոլոր կուսակցություններին անհատապես դիմել ենք, բայց քանի որ էլեկտրոնային եղանակով ենք դիմել, կարող է այնպես պատահել, որ չեն ստացել կամ մեկից ստացել ենք արդարություն։ Եվ պատշաճություն կա, էլի մենք ոչ մեկին չենք շտապում մեղադրել, դրա համար նշեցի, եթե կուսակցությունները ստացել են եւ հայտահազանգը չեն ընկալել, ուրեմն բավարար պատասխանատվության զգացում եւ գիտակցություն չունեն։ Խոսքը վերաբերում է հետեւյալին։ Կուսակցությունների մասին օրենքը դա սահմանադրական օրենք է։ Սահմանադրական օրենք նշանակում է շարքային օրենքներից մի աստիճան բարձր, գրեթե սահմանադրությանը հավասարազոր փաստաթուղթ։ Եվ այդ օրենքում կա մի դրույթ, որը ես համոզված եմ Վենետիկի հանձնաժողովի միջամտությամբ են ներդրվել օրենքի մեջ։ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում ամեն ինչ կուսակցությունների մասին է, թե ինչ դեպքում են նրանք վատը եւ նույնիսկ ենթակա արգելափակման։ Բայց կա մի հոդված, 21-րդ հոդվածի 5-րդ կետը, ավելի ճիշտ մի հոդվածի մի մաս, որտեղ այդ օրենքում խոսվում է պետական կառույցների մասին։ Այնտեղ ասված է հետևյալը. կուսակցություններից ստացված անհատական եւ հավաքական հանրագրերը ենթակա են պարտադիր քննարկման։ Ինչու է սա ասված, ինչով է սա կարևոր։ Եթե քաղաքական ուժը ընդդիմադիր դաշտում դիմում է պետական կառույցներին կամ տեղական ինքնակառավարման կառույցներին եւ նրանք արհամարում են այդ գրությունը, այդ դեպքում անիմաստ է դառնում ընդդիմադիր դաշտում կազմակերպության գոյությունը։ Օրինակ, շատ վատ լուր են ստացել ինչ որտեղ իրավախախտումների մասին, դիմում են կառավարությանը, կառավարությունը գցում է մի կողմ եւ պարտադրող որևէ բան չկա։ Ուրեմն դրա համար այս օրենքում հատկապես դա շեշտված է։ Շեշտված է, որ դուք պարտավոր եք քննարկել։ Ուրեմն մենք մեր հետ աշխատող կուսակցությունների հետ միասին, պահպանողական կուսակցությունը, կառուցողական կուսակցությունը եւ այդպես շարունակեմ, մի քանի անգամ դիմել ենք Հայաստանի իշխանություններին, նշելով հետեւյալը. դուք 18 թվականին ասացիք մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը, եկաք իշխանության, բայց հետո զգացիք, որ այդ սահմանադրությունը ձեզ համար լավն է։ Ձեր իրավունքն է լավ կամ վատը համարել։ Տվեցինք ձեզ պատրաստի նախագիծ, որը 14 թվականին պարտակվել էր։ Այդ պարտակված նախագիծը դուք պարտավոր եք քննարկել։ Պատկերացրեք, երևի մարդկության պատմության մեջ էլ քիչ կարող է լինել դեպքեր, երբ քաղաքական ուժը հանգիստ, համբերատարությամբ 9 անգամ իրար հետևից տալիս է նույն, գրեթե նույն բովանդակությամբ ուղերձ, բայց ամենակարևոր հարցի մասին, սահմանադրության մասին։ Ժողովրդին ոտքի եք անել մերժիր Սերժի սահմանադրությունը կարգախոսով, ժողովուրդը ձեզ աջակցել է, հետո հասել եք այն փուլին, որ դուք կարող եք այդ սխալ ուղղել, նույնիսկ առաջին նախագահը ձեզ կոչ է անում անմիջապես չեղարկել գործող սահմանադրությունը, բայց դուք ձեր դուխով կամ չգիտեմ ինչով անհամարում անտեսում եք, ինքներդ ձեզ եք անտեսում։ Մոտավորապես նման է նրան, որ այսօր ասում է մենք հերոսաբար հրաժարվեցինք Արցախից եւ հայրենասիրությունից ընդհանրապես։
Դա կարող է ամեն մարդ ասել, բայց ոչ են տկարամիտը կամ ոչ են պիղծը, որը ասել էր Արցախ Հայաստանը եւ վերջ։ Դու ինքդ քեզնից ես հրաժարվել, ոչ թե քեզ պարտադրված, տեսեք ինչ է ասում։ Մեզ պարտադրված հայրենասիրությունից։ Այ աշխարհի մեծագույն տկարամիտ, մեծ բայց տկարամիտ։ Ամերիկայի պես երկիրը ֆիլմ է արտադրում հայրենասեր անունով։ Ամբողջ աշխարհը հայրենասիրությունը կապում է Աստվածաշնչյան պատվիր ծնողներիդ գաղափարի հետ։ Դու գալիս ասում ես մեզ պարտադրված հայրենասիրություն։ Այո, քեզ Ալիևը պարտադրեց, որ հայրենասիրությունը սխալ համարես։ Քեզ պարտադրեց։ Բայց այս ժողովուրդը առաջնորդվում է եւ առաջնորդվել եւ կշարունակի առաջնորդվել իր հայրերից ստացած սկզբունքներով։ Ուրեմն շարունակությունը տեսնելով, որ սրանք ամեն անգամ խուսափում են, խուսանավում են, տարբեր ձևեր են հնարում, իրենց տալիս են կհա մուտքի գրանցաթիվը։ Բայց ասում են, չէ, մենք չենք ստացել։ 10-րդ անգամ ամսի 6-ին, փետրվարի 6-ին դիմեցինք Նիկոլ Փաշինյանին, գիտեք, արժանապատիվ սեփական անձի նկատմամբ հարգանք ունեցող մարդը պիտի դրան այլևս մարդու տեղ չդներ, որովհետև եթե 9 անգամ դիմել ես ու կա օրենք, որ այդ օրենքով ինքը պարտավոր է քննարկել, չի անում։ Բայց ես ունեմ կենսափորձ ու գիտեմ, որ երբ ազգիդ ես ծառայում, երբ հայրենիքի շահերով ես առաջնորդվում, պիտի քո անձնականը մի կողմ դնես եւ դիմեցինք 10-րդ անգամ, բայց այդ անգամ արդեն մեծ խմբով։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը անմիջապես ուղարկեց Արդարադատության նախարարություն։ Արդարադատության նախարարությունը շատ արագ զգալով, որ արդեն հարցը շիկանում է, պատասխանեց. մենք ստացել ենք ձեր հայեցակարգը, ամբողջական սահմանադրությունը, պատկերացնում եք, հսկայական աշխատանք, որ 14 թվականին պատրաստ տրված ենք եղել նախորդ իշխանություններին։ Եվ մենք պարտավորվում ենք նկատի ունենալ ձեր առաջարկները։ Երբ մենք ամսի 6-ին, ուղիղ 1 ամիս անց, հանրագրերի մասին օրենքը պահանջում է 1 ամիս անց, 1 ամսվա ընթացքում պատասխան տալ։ Մենք 1 ամիս անց եկանք այստեղ ամսի 6-ին եւ ասացինք, հարգելի իդիոտիկներ, դա վիրավորանք չէ, իդիոտ բառը դա նշանակում է ապաքաղաքական եւ պատասխանատվություն չունեցող մարդ, հայրենիքի հանդեպ իջակատալու։ Շնորհակալություն ձեր հիշեցման համար։ Ուրեմն ասացինք, որ դուք պետք է ոչ թե նկատի ունենաք, այսինքն ձեր խելքից բաներ հանեք, ինչպես հետին տկարամիտը, այլ դուք պետք է կատարեք օրենքների պահանջը։ Դուք ստացել եք հանրագիր եւ միայն իդիոտը կարող է կարդալ մի բան, բայց օրենքի անունից խոսելու պահին ասել մեկ այլ բան։ Մենք չէինք ուզում, որ այդպես լինի, դրա համար ամսի 6-ին եկանք ասենք սիրելիներս, օրենքը պահանջում էր, որ դուք մեզ պատասխանած լինեիք։ Հիմա երբ չեն պատասխանել արդեն, դատախազությունը գրություն է ստացել մեր կողմից, ոչ թե չեն պատասխանել, այլ չեն հրավիրել քննարկման։ Դատախազությունը մեզնից գրություն է ստացել եւ այդ գրության համաձայն ինքը պետք է, դա հաղորդում է, ոչ միայն գրություն, պետք է քրեական գործ հարուցի, իշխանության չարաշահմամբ, սահմանադրական օրենքը խախտելու վերաբերյալ, Արդարադատության նախարար Տիկին Գալյանի նկատմամբ։ Ես չեմ ուզում, որ ինքը կանգնի պատասխանատվության առաջ, չեմ ուզում, որ ինքը բանտում հայտնվի, եւ Աստված ոչ անի, որ հայտնվի, ես խոստանում եմ իրեն ամիսը մեկ տանել իրենց հարազատ լեզվով, ասեմ պերեդաչի։ Պարտավորվում եմ, որպես հայ տղամարդ։ Բայց Տիկին Գալյանը նաեւ մի այսպեսի անպատասխանատու բան է թույլ տվել մեր ազգի հանդեպ, երբ հիմնական օրենքի նկատմամբ վերաբերյալ կապիկություններ ես անում, դա արդեն հիմնական օրենքի վերաբերյալ, դա նշանակում է անպատասխանատու անհարգալի վերաբերմունք քո ազգի նկատմամբ։ Հայտարարեց, որ մարտ ամսին պատրաստ կլինի սահմանադրության նախագիծը, բոլորս ենք հիշում։ Այդ նախագիծը պիտի պատրաստ լիներ դեռևս 24 թվականին փոփոխությունների նախագիծը եւ հայեցակարգը։ Այն ժամանակ չէին արել։ Ես հունվար ամսին հայտարարեցի, Տիկին Գալյան, դուք հիմա էլ չեք կարող մարտ ամսին վերջացնել։ Հիմա արդեն ինքնապաշտպանության համար ասում են չենք հասցնի, նախապես ենք ասում, բայց ինչի է խոստանում։ Դուք ունեք նորմատիվ իրավական ակտ, որում ժամկետներ են նշված։ Մի կարևոր խախտում էլ ասեմ։
իշխանության չարաշահումը եւ իշխանության չարաշահմամբ օրենքով չնախատեսված գործողություններ կատարելը քրեական հետապնդելի գործ է, քրեորեն հետապնդելի գործ է։ Այս կառույցը, որ ստեղծված էր նորմատիվ իրավական ակտով։ Նորմատիվ իրավական ակտը ժամանակավորապես գործող, հատուկ նպատակով գործող օրենք է, օրենքի նախագիծ։ Այդ նորմատիվ իրավական ակտում ասված էր, որ մասնագիտական հանձնաժողով պիտի աշխատի, այդ հանձնաժողովը ամեն մեկը ստանում էր ամիսը $2000 մաքուր։ Պատկերացրեք, ես 5 տարվա ընթացքում իրենք մոտ 200 միլիոն դրամ կամուն են տվել։ Պիտի աշխատի, այդ հանձնաժողովը պիտի պատրաստի նախագծերը ներկայացնի խորհրդին։ Երբ մենք մեղադրանք ներկայացրինք, որոնք մասին իրենք ասում են չենք ստացել, չեն եղել այդպիսի մեղադրանքներ, այնուամենայնիվ վախենալով հիմնավորվածությունից, որովհետև իրավունքի ուժը ամենակարևոր ուժն է։ Այս ամեն հայ մարդ պիտի հիշի, երբ խոսում ենք հզոր Հայաստանից, Հայաստանը պիտի լինի իսկապես իրավական պետություն։ Նիկոլ Փաշինյանն ու իր խամաճիկները տեսան, որ հիմնավորումը շատ լուրջ է։ Իրենք ապօրինի վարձատրություններ են տվել։ Իսկ դա ենթադրում է 5-ից 10 տարի պատասխանատվություն։ Եվ ինչ են անում։ Տիկին Գալյանը հայտարարում է մեր հանդիպման ժամանակ։ Ասում է, գիտեք, պարոն Հայրիկյան, այդ հանձնաժողովը արդեն լուծարված է։ Հիմա ես իրենց ամսի 6-ին հարցնում եմ, որ իրավական ակտով է լուծարված մասնագիտական հանձնաժողովը։ Եթե մասնագիտական հանձնաժողովը լուծարված է, ապա սահմանադրությունը ովքեր են գրում։ Եթե դուք մասնագետներից հրաժարվել եք, ովքեր են գրում։ Լավ, հասկացանք, վախեցաք, ցերեցիք, վախեցաք, որ ապօրինի վարձատրություն եք տվել։ Բայց դուք ասում եք, որ դեռ շարունակում եք աշխատել։ Այդ դեպքում ասեք, ովքեր են գրում սահմանադրությունը եւ պատասխանը։ Մեր աշխատակիցները։ Որ աշխատակիցները, Արդարադատության նախարարության աշխատակիցները։ Նույնիսկ գործադիր իշխանությունը իրավունք չունի, վարչապետն անգամ իրավունք չունի սահմանադրություն գրել, որտեղ սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որին իրենք պիտի ենթարկվեն։ Ուրեմն տեսեք, գործադիր օղակը գրում է իր ենթակային, գործադիր օղակը վարչապետը, Արդարադատության նախարարը հաջորդը, Արդարադատության նախարարները հաջորդը։ Ենթակային ասում է գրեք սահմանադրության նախագիծ, հետո ինչ որ նախագիծ է անունը, բայց դա ամենակարևոր փաստաթուղթն է։ Հայ ժողովրդի համար աշխարհով մեկ ապրող գենետիկորեն մի քանի 100 միլիոն հայերը, մի քանի 100 միլիոն գենետիկորեն, բայց ցավոք սրտի իրենց ազգային ինքնագիտակցությամբ 10 միլիոն հայերը պիտի սպասեն, թե դատունց անունով մի փոքրիկ ինչ է գրելու մեր ազգի համար։ Դուք պատկերացնում եք վիճակի սարսափելիությունը։ Ուրեմն հարցերը հետո մի քիչ հետո։ Եվ խոստանում են, որ մարտին կավարտեն։ Եթե դու խոստացար պատասխանատու կերպով մարտ ամսին ավարտել աշխատանքը ու չես կատարել, ինչ պիտի անես որպես պետական պաշտոնյա։ Պիտի հրաժարական տաս, ներողություն եմ խնդրում, ստել եմ։ Հա, ստելը ձեզ համար բառայեղկեցվածք է, բայց մի քանի անգամ ես ստել նույն թեմայով։ Լավ, դու չես հասկանում։ Ենթադրենք, քո վերադասը իսկապես վարչապետ է։ Նա չի ասելու, տիկին ինչու ես ինձ խաբել։ Հասկացանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտն ես, որ իր դրական դրսևորումների կողքին ունի նաև բացասական դրսևորումներ, ինչպես մեզնից ամեն ոք։ Բայց երբ հանրային կյանքին է վերաբերում, ինչու եմ Լևոն Տեր-Պետրոսյանին տալիս։ Ինձ ասաց, բնակավայրերը, որտեղ դու կառուցում ես 92 թվականին, պաշտպանված են։ Ինձ դա ասել է Վազգեն Սարգսյանը։ Այդ պաշտպանված վայրում հարձակում եղավ փախստականների վրա, իմ զինվորների վրա, Սյունիքի աշխարհազորի վրա եւ 23 հոգի սպանվեցին։ Հետո հարցնում եմ Լևոն Տեր-Պետրոսյան, քեզ խափող մարդուն դու ինչ ասացիր։ Բայց իրեն կար ժամանակով հեռացրել եմ։ Ինչևէ, հիմա սա հիշեցնում է այդ ժամանակաշրջանը, բայց մենք ապրում ենք հավերժական ճշմարտություններով ապրելու երազանքով։ Հայերը, Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության առաջամարտիկն է, որպեսզի դա օդում ասված խոսք չթվա։ Հիշեցնեմ, որ ոչ հայերը, կրկնեմ, 100 անգամ էլ կրկնես քիչ է։ Դրախտավայրը ստեղծվել է Հայաստանում, Նոյան տապանը կանգ է առել Հայաստանում։ Այսօրվա քաղաքակրթություն
քաղաքակրթության հիմք հանդիսացող քրիստոնեական արժեհամակարգը պետականորեն ընդունվել է Հայաստանում։ Հիմա այս Հայաստան երկրում այսքան պրծություն, այսքան սուտ, ինչպես կարելի է հանդուրժել։ Դրա համար այսօր ես որոշեցի շատ արագ, պաշտոնապես, վերջին անգամ նախազգուշացնել, որ դուք ամենավատ բանն եք անում, որ կարող էիք անել։ Դուք սահմանադրական օրենք եք խախտում հայության գլխավոր փաստաթղթի նկատմամբ։ Եվ միաժամանակ այսօր այս ամենի մասին փոխանցված փաստաթուղթը փոխանցել ենք հաղորդումը 2 օր առաջ դատախազությանը եւ վարչապետին հիշեցում կատարել, որ դուք ձեր տեղում չեք։ Եվ եթե դուք ինքներդ ձեզ գնահատական տալու ընդունակ չեք, Հայաստանում կան մարդիկ, որ ի վիճակի են դա անել եւ իրավունքի ուժով ձեզ կարքի հրավիրել։ Ճիշտ է, դուք կփորձեք էլի խուսանավել, օրինակ մենք լուծարել ենք, բայց մինչև լուծարումը դուք 200 միլիոն դրամից ավելի անտեղի գումար եք տվել։ Դուք ասում եք հիմա արդարադատության աշխատակիցներ են աշխատում, բայց նրանցից ամեն մեկը աշխատանքի ընդունվելուց առաջ ունի որոշակի պարտականությունների ցանկ։ Այդ ցանկում չկա սահմանադրություն գրել հայ ժողովրդի համար։ Ինչ իրավունքով ես դու մարդու իրավասություններն ու լիազորությունները ընդլայնում նոր գործ տալիս։ Ես հարցնում եմ Տիկին Գալյան, հիմա այդ սահմանադրություն գրողները վարձատրվում են։ Դասում են իրենք աշխատավարձն են ստանում։ Իրենք իրենց աշխատավարձները ստանում են այլ նպատակներով։ Այս ամենը անհանդուրժելի է եւ եթե մենք այսօր Իրեք Սախարովը մենակ էր, 250 միլիոնանոց Ռուսաստանում այն ժամանակ, սովետական միությունում, ինքը մենակ էր, բայց աշխարհը իրեն համարում էր ռուս ժողովրդի կամ սովետական ժողովուրդների խիղճը, ու ինքը կարողանում էր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համաշխարհային ուշադրություն հրավիրել տեղի ունեցող բացասական երևույթների վրա։ Ես 24 տարեկան եմ, երրորդ անգամ կանգնեցի դատարանի առաջ, 25 տարեկան։ Դատավարության ընթացքում ինքը դիմել էր ամբողջ մարդկությանը, որ Հայաստանում անարդարացիորեն դատում են անկախություն պահանջող երիտասարդին ու իր ընկերներին։ Խնդրում ենք ձեր աջակցությունը։ Հիմա այսօր մենք դիմել ենք քաղաքական ուժերին, կարող է լավ չենք դիմել, ուշ ենք դիմել, ժամանակ չենք տվել, բայց քաղաքական բոլոր ուժերի պարտականություններ այսօր առանձին մեզնից անկախ բարձրացնել այս հարցը, որովհետև եթե այսօր Հայաստանի առաջին կազմակերպության, սովետական միության առաջին կազմակերպության ԱԻՄ-ի արդարացի պահանջն է անտեսվում, օրենք է խախտվում, դա նշանակում է բոլոր կուսակցությունները, որոնք գործում են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կանոններով, նրանց բոլորի հետագա գործունեությունը կասկածի տակ է։ Քաղաքական կուսակցություններ, սիրելի հետևորդներ այն քաղաքական ուժի, որ ժամանակին ասում էր, մենակ կոմունիստները չեն լինելու։ Կոմունիստներ մենք էլ կանք, ազգային կազմակերպություն էլ կա։ Հիմա դուք այդ ճանապարհով եկել եք։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով, Պարույր Հայրիկյանը եւ իր ընկերները 90 թվականին պարլամենտում։ Այն մարդիկ են, որ ամբողջատիրության դժվար տարիներին մեզ համար ճանապարհ հարթեցին։ Հիմա այդ ճանապարհով եկած քաղաքական ուժեր, դուք ընտրություններից եք խոսում, եթե կուսակցությունների մասին օրենքը խախտվում է, դուք ընտրությունների ինչ հույսով եք ուզում գնալ։ Դուք այսօր պիտի կարգի հրավիրեք, որ ընտրությունը ընտրություն լինի։ Եվ պարտադիր չէ ինձ հետ, որտեղ դուք իմ կողքին կանգնելու մակարդակից շատ ցածր եք։ Ձեզ թվում է, թե իմ թևի տակ պիտի լինեք։ Այդպիսի բան չկա։ Ես ասել եմ ազգային ինքնորոշում, այսինքն ազգը ինքը պիտի որոշի։ Եվ դրա շնորհիվ մենք հասել ենք անկախության հարակվեին։ Այսօր մենք ունենք խամաճիկ, պղծություն, ճիճու քաղաքական, որն համարձակվում է ասել Ալմատայի հռչակագրով մի քանի լակոտ չեկիստներ հավաքվել են, մի բան են հայտարարել։ Սա միջազգային իրավունքը մոռացած, հայ ժողովրդի անկախության հարակվեն մոռացած, ասում է մենք նրանով անկախություն ստացանք։ Անցած օրը նախկինում Գերագույն խորհրդի քարտուղար Արա Սահակյանը շատ լավ է ասել, ասում է անկախություն ստանալուց առաջ մենք արդեն անկախության հռչակագիր էինք ընդունել։ Մի ասեք, որ անկախությունը մեզ նվեր տրվեց։ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստին ասել է նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպիտի լինի։
հետաքրքիր է, ինքը այդքան վստահ է, որ ինքը պիտի լինի։ Ինքը պիտի լինի եւ ինքը պիտի որոշի։ Ամեն լակոտի բանը չի զբաղվել քաղաքական հարցերով, ազգային հարցերով։ Ամեն գյադայի, ամեն շատակեր բգլիկի բանը չի ազգի անունից խոսել։ Ազգը իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմնի միջոցով ընդունել է անկախության հռչակագիր։ Այո, հռչակագիրը կարող է նաև դուք ստեղեք, որ կարգի հրավիրը, չէ։ Նրանք են բան գրել։ Գլուշիցելի պոկված լինել օրենքով արգելվում է։ Ընդհանրապես ես հարցը կրկնեմ այն բանի մասին, որ ապօրինի վարձատրություն եւ այլն։ Արդարադատության նախարարության եւ որևէ պետական կառույցի աշխատակիցը աշխատանքի ընդունվելուց առաջ գիտի, որ ինքը ծառայում է այս այն նպատակին։ Եթե ինքը ընդունվել է աշխատանքի որպես խորհրդական իրավագետ, իր աշխատանքների մեջ չի մտնում նոր սահմանադրություն գրելը։ Եթե հրավիրում են մասնագիտական հանձնաժողով եւ մասնագետների են հրավիրում բարձր գիտական աստիճան ունեցող, ապա այդտեղ հասկանալի է, նրանք եկել են սահմանադրություն գրելու։ Եթե դու նրանց հեռացնում ես, ցրում ես այդ կառույցը, առանց իրավական որևէ փաստաթղթի, դա նշանակում է կամայական վերաբերմունք երևույթի նկատմամբ։ Դու իրավունք չունես մասնագիտական հանձնաժողովի բացակայության պայմաններում խիստ մասնագիտական մոտեցում պահանջող գործը վստահել դրա հետ կապ չունեցող մարդկանց։ Սա շատ ակնհայտ է։ Ինչ վերաբերում է նախորդ հարցին անավարտ մնաց։ Խորհրդի նիստը տեղի ունենում։ Պարբերաբար տատիկս իր ընկերուհիները հավաքվում է սուրճ է խմում։ Ինչ կապ ունի դա խորհրդի նիստը տեղի ունենում։ Այդ խորհուրդը պիտի քննարկի մասնագետների առաջարկածը։ Ամենայն հարգանքով հայ մարդկանց որևէ հավաքականության նկատմամբ, այո։ Ես ոնց կարող եմ ասել, որ ախր այդ իրավական ակտը, որով այդ խորհուրդը ստեղծվել է, այդ խորհրդի վրա դրված է պարտականություն քննարկել մասնագիտական հանձնաժողովի պատրաստած նախագծերը։ Այդ խորհրդի վրա ժամանակին տրված էր մինչև 24 թվականի նույն կազմը, մինչև 24 թվականի հունիս տալ սահմանադրության նախագիծ։ Չեն տվել, չեն կատարել իրենց պարտականությունը։ Ինչ են նրանք շարունակում աշխատել, ինչ իրավունքով։ Եթե դուք խոսանաք մեկին թխված պատրաստել ծննդյան օրվա կապակցությամբ ու չտանել է թխվածքը, ձեզ չեն ասես, ամոթ չի, խայտարակ արեցիք մեզ։ Նա մի ամբողջ ազգի դրել են լակոտի տեղ, մենք մարդ ենք, եւ այդ մարդիկ հարգանքով են վերաբերում հնչած ամեն խոսքի, որտեղ իրենք իրենց խոսքին են հարգանքով վերաբերում։ Սա կամայական վերաբերմունք է, խստորեն դատապարտելի կեցված, բայց այդ խստորենը մեր անհատական վերաբերմունքը կլինի։ Կա օրենք, պետությունները գործում են օրենքներով։ Տեղի է ունեցել իշխանության չարաշահում։ Եվ իշխանության չարաշահում թույլ տված մարդը այսօր, եթե համարձակվում է ասել, սահմանադրության մեջ պիտի չլինի, նոր սահմանադրության մեջ պիտի չլինի ինչ-որ բան։ Ինչ չեմ ասում է, ով է, դու ով ես, որ ինքդ որոշես։ Այդ հարցը նախ պիտի քննարկվեր իսկապես մասնագիտական հանձնաժողովում, հետո այդ հարցը պիտի տարվեր կառավարություն, այնտեղ կարծիքներ լսեին, եթե կառավարություն կա։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ ամբողջ աշխարհում կա մի տականք, որը կարող է համարձակվել, այս կոլեկտիվը գոյություն չունի։ Անուն չեմ տալիս, որ չասեք վիրավորվում է։ Այս կառույցը գոյություն չունի, ես եմ կառավարությունը։ Այդպիսի բան մեկ էլ մի ապուշ թագավոր կար, բայց ինքը գոնե միապետ էր բացարձակ բռնապետության մեջ, կարող էր այդպիսի բան ասել, նա կարող էր ասել, որ ես եմ պետությունը, բայց Հայաստանը սահմանադրությամբ ժողովրդավարական պետություն է։ Ժողովրդավարական պետության մեջ չի կարող որևէ մեկ իրեն այդ բանը իրեն վերապահել։ Ուրեմն մենք գործ ունենք իրավախախտ դրսևորումների հետ։ Եվ տեսեք, չեմ ասում, որ որևէ բան չի կարող նույնիսկ սահմանադրության մեջ փոխվել։ Բայց եթե դա արվում է թշնամու թելադրանքով, դու պիտի վերջին սրիկան լինես, որ ասես, ես այսպիսի բան որոշեցի։ Այդ տականք ամբողջ աշխարհը գիտի, որ հայ գերիներ պահող, ռազմագերի պահող, հասկանում եք, պատանդ պահող
Հակառակորդը ցեղասպանություն իրականացրած հանցագործը, որը հանցագործ չի ճանաչվում աշխարհով մեկ քո կեցվածքի պատճառով, բայց դա չի փրկի։ Մեկ է ցեղասպանությունը մնում է ցեղասպանություն։ Նա քեզից պահանջել է ինչ որ կապիկություններ, եւ դու նրան հաջողանալու համար քո ժողովրդի սրբություններն ես պատրաստ ոտնահարել։ Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է։ Այո, ես չեմ այն բաներից չեմ, որ մոլարաններից չեմ, որ ասեմ, գիտեք ինչքա անկախության հռչակագիրը սրբություն է։ Անկախության հռչակագիրը որոշ դրույթներ փոխվել են։ Դա կյանքի զարգացման հետ կարող է կապ։ Այսինքն անկախության հռչակագրով Հայաստանը պիտի պարլամենտին ենթակա բանակ ունենար օրինակ, բայց հարցը դրա մասին չի։ Հարցն այն է, որ դու ինչքան չես կարող ազնվորեն ասել։ Ժողովուրդ, մեր թշնամին էս ինչ բանն է պահանջում, եւ ես դրան ենթարկում եմ։ Փոխելու հիմքը որն է։ Մեր սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ անկախության հռչակագիրը իր մեջ չի պարունակում սպառնալիք հարևանների վերաբերյալ, որ դա իսկապես օրինական փաստաթուղթ է։ Հիմա ես այդ խնդրին չեմ ուզում անդրադառնալ, բայց նրբերանգներին։ Ես խոսում եմ մի կարևոր բանի մասին։ Մենք գիտենք ով է պահանջել Հայաստանի սահմանադրությունը փոխել։ Եթե անգամ այդ սահմանադրությունը ունենար իսկապես թերություններ, նույնիսկ այդ դեպքում մենք պիտի ասենք, քանի որ մեր թշնամին իրեն բացահայտորեն հայ ժողովրդի թշնամի ազդարարած բռնապետի պահանջն է դա, մեր անվտանգությունից ելնելով մենք պարտավոր ենք դրան հակադրվել։ Այսինքն ասել գնաք ու զբաղվի քո գործերով։ Գտնել հազար ու մի բան, որ իրենց թույլ են տալիս։ Օրինակ չէին հայտարարել սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին։ ներողություն։ Եկեք հարցերը չշփոթենք իրար հետ։ Հարցը այսպեսին էր, որպեսզի բոլորիդ լսելի լինի։ Միթե անցյալում Նիկոլ Փաշինյանը չէր ազդարարել սահմանադրական փոփոխությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր մերժիր Սերժին, ճակատների գրեք դուխով, այդ հարցում են, ինչի՞ հիմա դուխով չի գրում ճակատին։ Թող գրի ճակատին մի հատ էլ հետևի խփի, որ ես դուխով տղա եմ։ Չի անում, չէ՞։ Ուրեմն ինքը զգաց, որ ինքը ստոր էր այն ժամանակ, խափում էր մարդկանց եւ դարձնում մեղսագործ։ Այն ժամանակ, երբ ասում էր մերժիր Սերժին, դա նշանակում էր սահմանադրությունը պիտի փոխենք։ Բայց չփոխեց, չէ, 7 տարի անցավ։ 7 տարի անցավ եւ սահմանադրությունը մնացել է նույնը։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել էր ասում։ Նա չէր ասում նոր սահմանադրություն է պետք։ Որովհետեւ նոր սահմանադրությունը նշանակում է ամեն ինչ 0-ից սկսել։ 0-ից սկսողը հեղափոխական է։ Հեղափոխական ամենաբացասական իմաստով։ Այսինքն հայրերի կատարած աշխատանքը անտեսող, չընդունող։ Ես հասկանում եմ, որ իհարկե կարող է որոշ պահի փորձենք, ես էլ եմ չէ փորձում երբեմն։ Գուցե այս բանը ես չեմ հասկանում։ Հա իրենից 10 անգամ ավելին եմ հասկանում, բայց կարող է այս հարցում սխալ եմ։ Բայց այստեղ մենք ունենք պատմական փաստերի շարք։ Այդ մարդը ասել է Սերժի հակով է կարած այս սահմանադրությունը եւ արդեն 7 տարի է ամոթ չի զգում, որ այդ Սերժի հակով կարած սահմանադրությունը ինքը շարունակում է կրել։ Եվ հիմա երբ որ ինքը խոսում էր նոր սահմանադրության մասին, այն գիտեք չէ որ ասում է տղամարդ եմ, թախտի տակից դուրս չեմ գա։ Այդ կեցվածքով ուզում է ասել որ գիտեք մենք նոր սահմանադրություն ենք ընդունում։ Մենք Ալիևի կմահաճույքները չենք կատարում։ Դուք այսօր Սրբույր Սրբույր Գալյանի հետ հանդիպում Գալյանը իր հետ ինձ հետ հանդիպելու իրավունքից ինքն իրեն զրկել է։ Մենք մի անգամ հանդիպել խոսել ենք, ես որևէ հայհու մասին չէի կամենա այդպեսի բան ասել, բայց որպես իրավագետ եմ խոսում, նա դարձել է կամակատարը մի անձի, որը իրեն պարգևավճար է տալիս։ Դուք գիտեք չէ, պարգևավճարով գործանողներն ինչ են կոչվում։ Ինքը քաղաքական այդ որակին է հասել։ Եվ արժանի չի, որ ես իր հետ հանդիպեմ, իր հետ հանդիպման հնարավորություն ինքը կորցրել է, իր հետ որևէ հարց քննարկելու պատվից զրկվել է։ Լավագույն դեպքում ես ասում եմ, իրեն երբ ինքը բանտում կլինի, կխնդրեմ, որ մեղմ վարվել, որովհետև կին է ի վերջո, եւ ամիսը մեկ խոստանում եմ բոլորիդ առաջ, անպայման իրեն պերեդաչի կտանեմ։ Հանձնուկ չէ, պերեդաչի։ բայց իրենք ասում են դա մեր աշխատանքի վարձատրությունն է, պարգևավճար չէ։ Դե որ պարգևավճարը ձեր աշխատանքի վարձատրությունն է, Ազատ Արշակյանը հիմա հիվանդ ման է գալիս։ Հայրենիքի անկախության համար մոտ 10 տարի եղել է բանտերում, ամենածանր պայմաններում։ Ռազմիկ Զոհրաբյանը վերջերս մահացավ։ Բայց այդ մարդկանց աշխատանքով դուք պետություն ունեք։ Բայց ինչի՞ այդ մարդկանց չեք հիշում։ Վրաստանում այլախոհները ստանում են նպաստ, Ուկրաինայում ստանում են նպաստ։
Ինչի դուք ձեզ պարգևավճար տալիս, չեք հիշում, որ դուք այսօր անկախ Հայաստանի պաշտոնյաներ եք, որովհետև Ռազմիկ Զոհրաբյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Ստեփան Զատիկյանը սպանվել է, գնդակահարվել է, տասնյակ անուններ։ Էնպես որ եթե աշխատանք գնահատելով ես անում, դեմ չեմ, բայց աշխատանք գնահատելու համար կա աշխատավարձ։ Աշխատանքը գնահատվում է աշխատավարձով։ Պարգևավճարներ կարող են լինել, բայց այդպիսի թալան։ Հիմա տեսեք, դուք գիտեք, որ պաշտպանության նախարարությունից, մեր ազգային անվտանգությունից է վերցված այն գումարը, որը այսօր հատկացնում են կենսաթոշակի ավելացմանը։ Դա խախտում է, ահավոր խախտում, որովհետև պետական բյուջեն դա սահմանադրությունից հետո գլխավոր օրենքն է, հիմնական գլխավոր օրենքը։ Պետական ծախսագումարում նախատեսված չի եղել կենսաթոշակների բարձրացում։ Ուրեմն այստեղ էլ սահմանադրություն խախտել, պետական բյուջեի մասին օրենքը խախտելը իրենց համար սովորական բան է։ Մենք գործ ունենք օրինակ խախտերի հետ, շնորհակալ եմ, որ այդ երևույթը ավելի ընդլայնող հարցեր տվեցիք, բայց մենք ունենք որոշակի ժամանակացույց։ Այսօր մենք այստեղ էինք ասելու, որ Տիկին Գալյան, հպարտացիր, ուրախացիր, երջանիկ եղիր, ճամարտակիր, հաճելի երևալու համար քո տիրոջը, ոչ քո վարչապետին, այլ քո տիրոջը, որովհետև վարչապետին ենթարկվում ես օրենքներով։ Հարցնում եմ, մասնագիտական հանձնաժողովը ցրելը ինչի հետ է կապված։ Չէ, պետք չէ, բայց ինչի եք ստեղծել, ինչի եք աշխատավարձ տալիս, այդ բաներն ասողը։ Հետո հարցնում եմ, դուք արդարադատության նախարարություն եք, մի հատ բացատրեք, որ իրավական ակտով եք դուք, որտեղ է գրված այդ հրամանը, որը նորմատիվ ակտով նախատեսված է եղել, վերացրիք, էլի չկա։ Չէ, մասնագիտական հանձնաժողովի աշխատներին ես ճանաչելու պարտականություն չունեմ։ Նրանք ամեն մեկի իրավաբան են, ինչ-որ գործ էին կատարում։ Եղել են տարբեր մասնագետներ, գիտեմ շատ պարկեշտ մարդկանց մասին, որ հրաժարվել են, լսելով իմ մեղադրանքները ժամանակին, բայց այս 5 տարվա ընթացքում իրենք փորձում են ինչ-որ բան անել, հնարավորություն չէր տրվում։ Սահմանադրությունը, սահմանադրական այդ մասնագիտական հանձնաժողովի բոլոր աշխատանքները վերահսկում էր Տիկին Գալյանը, վերջի շրջանում։ Դրանից առաջ մյուս պատահական մարդիկ։ Պատահական եմ ասում, որովհետև հերթով ստում էին, են Կարեն Անդրեասյանից սկսած, որ կարդակ իրենց հարցազրույցներ են ժամանակ, հերթով ստում էին, միայն թե Հաճայանան Նիկոլին։ Ուրեմն շնորհակալություն, որ այսօր Հայաստանի մի շատ քաղաքացիներ եկան իրենց աջակցությունը հայտնելու այս գործին։ Կրկնում եմ, սրտան ստխրում եմ, որ Հայաստանի քաղաքական կուսակցություններ կոչվող ուժերը չեն հասկանում, որ սա վտանգ է ոչ թե միայն ԱԻՄ-ի հանդեպ, որ օրենքով նախատեսված գործողությունները կոպտորեն խախտում են, այլ բոլորի հանդեպ։ Սա հազանգ է այն բանի, որ մենք ընտրություններ չենք ունենալու, որովհետև ընտրություններին մասնակցելու պարտավորություն ունեն եւ իրավունք ունեն կուսակցությունները, բայց եթե կուսակցությունների սահմանադրական իրավունքն է խախտվում, սահմանադրական օրենքով նախատեսված իրավունքը, ինչ ընտրություններ։ Ուրեմն սա պետք է մեզ զգաստացնի, մենք պիտի փորձենք գտնել համագործակցության եզրեր, որովհետև այս հայրենիքը ժամանակին KGB-ի բանտում ասում է, ինչ այս հայրենիքը իմն է միայն։ Այն ժամանակ 20-25 տարեկան էի տարբեր փուլերում։ Այդ զգացողությունը կար։ Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցել կամ մյուս հարցերին, ես իհարկե դրանց հետո այլ առիթով կպատասխանեմ, այսօր մենք նպատակաուղղված եկել էինք շեշտելու, որ դուք օրինախախտ եք եւ Հայաստանում կան մարդիկ, որ գիտեն դուք ձեր օրինախախտ լինելը։ Եվ տեսեք, եթե 87 թվականին մենք 5 հոգով, միայն 5 հոգի կար ամբողջ Հայաստանում, ամբողջ հայության մեջ, որ ասում էր պետք է ձգտել անկախության։ Ու այդ 5 հոգից կարողացանք համոզել քարոզչական աշխատանքներով, հետևողական աշխատանքներով, հետո 2.400.000 մարդ քվեարկեց անկախության օգտին հանրաքվեի ժամանակ։ Այսօր մենք այստեղ բարեբախտաբար 5 հոգի չենք, դրանից առաջ եղել են 50 հոգով, 100 հոգով։ Այսօր այստեղած մարդիկ շատ ավելին են, քան անկախության պայքարը սկսելիս։ Մեր խնդիրն էր ցույց տալ, որ ձեր հանցագործությունը տեսել ենք, տալիս ենք ընթացք եւ պետք է հետևողական լինենք։ Այդ հետևողականության հարցում ինչպես նկատին եք հավաքվածներն ավելի շատ են, քան այն ժամանակ։ Հիմա։ Իհարկե, այն ժամանակ 5 հոգի էինք, հիմա 15 հոգի ենք։ Հա, ուղղակի հետևից չի երևում, կարևոր չի դա։
Մեզ հետ են այսօր հարյուրավոր մարդիկ, հարյուրավոր, կարող եմ հանել հեռախոսից ցույց տալ, որ այնքան կուզեինք ձեզ հետ լինել, բայց չեն կարող, հիվանդ ենք կամ հեռու ենք կամ աշխատանք ենք։ Այդ չի կարևորը։ Կարևորն այն է, որ կատարվում է խախտում Հայաստանի իրավական պետություն լինելու նկատմամբ, ոչ թե մեկ մարդու նկատմամբ, այլ իրավական պետություն լինելու նկատմամբ, եւ դա մենք նկատել ենք։ Հիմա վստահ եմ, տեսեք, իրավական կրթություն ունեցող կամ մասնագիտացում ունեցող մարդիկ ասում են, բայց իսկապես մենք ո՞նց չէինք նկատել։ Բնական է, կարևոր բաները միշտ չի որ միանգամից նկատում ես։ Պարոն Հարիկյան, իսկ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը ընտրություններին հաղթելու շանսեր ունի, որովհետև ասում են, որ իրեն կհաղթահարեն այդ շեմը։ Ուրեմն որևէ բազմակուսակցական ներկայացուցչական կառույց ունեցող երկրում որևէ երբեք որևէ առանձին քաղաքական ուժ 20%-ից ավելի չի ստանում, եթե բազմակուսակցական է։ Ծիածան ունի 7 գույներ, այդ 100%-ը բաժանում ես 7-ի վրա, մոտավորապես դա է։ Ուրեմն եթե դաշինքներ են ձևավորում կամ լինում են մեծ կազմակերպություններ, դրանք սովորաբար ստանում են 20-22%։ Այդպես է բազմակուսակցական ընտրություններով ձևավորված կառույցներում։ Գերմանիայի նման մեծ երկիր եւ մեծ փորձառություն ունեցող, տեսեք, նույնիսկ քրիստոնյա դեմոկրատները ստիպված եղան համագործակցել իրենց ընդդիմախոսների հետ, կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար։ Մենք ունենք լպիրշության ամենաբարձր մակարդակին հասած գործիչներ, որ ոչ միայն ուզում են մեծամասնություն ստանալ, այլ խոսում են որակյալ մեծամասնության մասին։ Այսինքն մենք պարլամենտում ունենալու ենք այնքան ձայն, որ պարլամենտով կարողանանք սահմանադրություն փոխել։ Դա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք հետին նկատառումներով առաջնորդվող մարդկանց հետ։ Եվ մի բան էլ ասեմ, պատմական փաստ։ Այսօր մենք ընտրության ենք գնում նույն ընտրական օրենսգրքով, որով որ ընտրությունը նախատեսված էր 18 թվականին։ 18 թվականի պետական ծրագրում, կառավարության ծրագրում գրված է. այս ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Այս դրանով գնացին այն մեկ ընտրությանը, մյուս ընտրությանը, հիմա էլ նույն օրենքով ուզում են գնալ մյուս ընտրությանը։ Արդյոք ես եմ ասում, որ այս ընտրական համակարգը լավը չէ, իրենք են ասել։ Իրենք ասել են, բայց համարում են հետո, որ մենք արդար ենք ընտրվել։ Մի բան էլ ասեմ, որ մեր կապարանոց չլինի։ Անցյալ ընտրությունները կայացան այն պատճառով, արտահերթ ընտրությունները, որ վարչապետը չէր ընտրվել պարլամենտում։ Եթե վարչապետը պարլամենտում չի ընտրվել, նա իրավունք չունի աշխատել վարչապետի պաշտոնակատար։ Մենք անցյալ ընտրություններին գնացել ենք այդ պայմաններում։ Այնպես որ արդար ընտրությունների մասին խոսակցություններ մենք հետո կունենանք, բայց իրենք նախնական գնահատականը տվել են։ Այս ընտրական օրենսգրքով, այս սահմանադրությամբ արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Ձեզ մի նորություն ասեմ հանձնաժողովի աշխատանքներից։ Հայաստանում կա մի արատավոր ավանդույթ, որ կայուն մեծամասնություն պետք է ստեղծվի ամեն գնով։ Այսինքն պարլամենտում ստացած 21%, մյուսները 15%, այդ 21% ստացող ուժը ստանում է 50%-ից ավելի, կայուն մեծամասնություն։ Դրա դեմ իրենք լրջորեն աշխատում էին։ Հիմա այս փոփոխությունների ընթացքում դա մի երևույթ է, որի մասին բոլորը խոսում էին, ասում են չի կարելի, ամոթ է, մեր սահմանադրության մեջ գրված է համամասնական ընտրություններ, ներկայացուցչական կառույց։ Հիմա որոշել են մեծ քայլ են անում։ Եթե առաջին փուլում, առաջին ընտրության ժամանակ ներողություն, չի ձևավորվում կայուն մեծամասնություն, այդ դեպքում նորից պիտի գնանք կայուն մեծամասնության սկզբունքով։ Իսկ կայուն մեծամասնության սկզբունք նշանակում է խտրական վերաբերմունք մարդկանց նկատմամբ։ Դա առանձին տեսական հարց է, ես դրա մասին գիտական աշխատություններ ունեմ, առիթ կլինի կխորանաք, կամ ովքեր ուզում են կարող են դեմոսկետեում նայել։ Բայց մեր քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումն այն է, որ խտրականությունները նվազագույն են հասցված։ Հիմա իմ տված նախագծում, որ իրենց տրամադրության տակ է, ոչ թե նվազագույնի է հասցված, այլ խտրականությունն ընդհանրապես վերանում է։ Գնացել ես ընտրությանը մասնակցելու, ինչ տեսակի շեմ ուզում է լինի, քո ձայնը երևում է պարլամենտում, որովհետև պարլամենտականները քվեարկելու են իրենց ստացած ձայների քանակով։ Կարծում եմ մեր ժամանակին ով կարող է տեղեկություն տալ։ Իսկ արդեն գնանք չէ՞ դատախազություն։ Մի բան հարցնեմ, որ Վերջին հարցն է։ որ ասում եք պաշտպանության նախարարության բյուջեի հաշվին է նաև թոշակները բարձրացել։ Նկատի ունեք, որ այս տարի ծախսերը կրճատվեցին բյուջեի։ Ես մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, բայց փաստ է, պետական բյուջեն օրենք է։ Նա հստակ սահմանում է, թե ինչ ծախսեր պետք է լինեն տարվա ընթացքում։
եւ բոլորը հոդված առ հոդված։ Այնտեղ բացառիկ դեպքերի համար լինում է որոշակի ծախսագումար նախատեսված, որ պահուստային ֆոնդ են կոչում։ Այսպեսի կենսաթոշակի ավելացումը իհարկե շատ հաճելի է, բայց ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով վերցնում ես, ակնհայտ է, որ հսկայական գումար է դառնում։ Եվ մենք հետաքրքրվեցինք եւ պարզվեց, որ կրճատումներ են արվում պաշտպանության ծախսերում, որպեսզի ընտրակաշարք բաժանեն, օրինական ընտրակաշարք բաժանեն քաղաքացիներին, տրամադրելով, որ գիտեք ինչ մարդիկ, ես պապս ինձ փող էր թողել, այդ պապուս փողը հիմա բերել եմ, բաժանում եմ ձեզ։ Որտեւ մարդկանց մեծ մասը չի հասցնի, բայց մենք կօգնենք, որ հասկանան, որ հորը տնից չես բերել այդ փողերը, որ տարես ես որպես կենսաթոշակ։ Դու պարտավոր ես տալ։ Դա այդ մարդկանց կուտակած գումարն է, իրենց կատարած աշխատանքի արդյունքը։ Բայց այնպես է ներկայացում, որ տղան քնից զարթնեց, կնոջից էլ լավ խորհուրդ ստացավ եւ ասեց՝ «Արի մարդկանց թոշակը բարձրացնեմ», այդպես չի։ Օրենք ես խախտել։ Օրենք խախտելու համար բյուջեն, ասում եմ, կրկնում եմ, սահմանադրությունից հետո կարևորագույն ընթացիկ օրենքն է բյուջեն։ Եվ դրա խախտումը չի գրված, բայց դու անում ես, ուրեմն կամայական վերաբերմունք ունես։ Ուրեմն պետությունը քեզ համար պետություն չի։ Ուրեմն շնորհակալություն եմ հայտնում ձեզ ներկայության աջակցության համար։ Աստված